Դասական մեխանիկայի դասընթացի 20-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն նախորդ անգամ մենք ուսումնասիրում էինք բազմաձևությունների վրա Լագրանժյան համակարգերը, Լագրանժյան դինամիկ համակարգերը, ու մի երկու օրինակ նայեցինք։ Այսօր կշարունակենք օրինակների ուսումնասիրությունը մի քիչ ավելի բարդ օրինակներ։ Ուրեմն Լագրանժյան համակարգի եւ բազմաձևությունների վրա բազմաձևություն ասելով մենք միշտ նկատի ունենք ներդրված բազմաձևություն, այսինքն ունենք ինչ-որ տարածություն, ասենք Rn, ու Rn-ում ունենք n բազմաձևությունը, որը բնականաբար ունի ավելի փոքր չափողականություն։ Ասենք նշանակենք n-ով, որը ավելի փոքր է քան n-ը։ Ուրեմն ինչ նկատի ունենք բազմաձևություն ասելով, որ նկատի ունենք, որ ցանկացած x0 կետի համար, եթե x0-ն պատկանում է m-ին, ապա գոյություն ունի ինչ-որ շրջակայք, ասենք նշանակենք r-ով, նենց որ եթե վերցնենք x0 կենտրոնով եւ r շարավղով գունդը, նայենք հատումը m-ի հետ, ապա սրա վրա կարելի է ներմուծել լոկալ կոորդինատներ։ Այսինքն s ինչ որ մի ցենց գրենք b ասենք 0 դելտայի պատկերն է, որտեղ ժեն եկեք ցենց գրեմ, հա, որպեսզի հարցեր չառաջանան, թե ինչի երկու դեպքում էլ գունդ առաջանում։ Գրեմ ինչ որ մի հատ u բազմության պատկերն է, որտեղ ժեն ֆունկցիա է u-ից rn, ընդ որում չի վերասերվում այն իմաստով, որ եթե վերցնենք սրա ածանցյալը dg dx կամ գրենք ավելի շուտ y, քանի որ x-ով նշանակում եմ rn-ում կոորդինատները, dg dy-ը, այսինքն վերցրել եմ ինչ-որ ֆունկցիայի ածանցյալ, որը որոշված է r n-ի ինչ-որ բազմության վրա, արժեքները ընդունում է rn-ում, որտեղ rn-ի չափողականությունը ավելի մեծ է, քան n-ը, այդ դեպքում չվերասերվածություն նշանակում է, որ ածանցյալը ինքը ինյեկտիվ է, այսինքն ենթադրում ենք, որ սրա ռանկը ցանկացած x կետում հավասար է n-ի, ուրեմն սա ճիշտ է ցանկացած x-ի համար u-ից։ Ուրեմն բազմաձևություն ասելով նկատի ունենք ըստ էության մակերևույթ ինչ որ rn n չափանի էվկլիդեսյան տարածության մեջ։ Ուրեմն բազմաձևությունների համար մենք ներ ենք մուծել շոշափող շերտավորման հասկացությունը։ Ինչ է շոշափող շերտավորումը, այս հետևյալ զույգերն էին, վերցնում ենք x եւ x-ի, որտեղ x-ը պատկանում է m-ին, x-ին պատկանում է x կետում m-ին տարված շոշափող տարածությանը։ Այսինքն, եթե ունենք մեր m բազմաձևությունը, որը իրականում մակերևույթ է rn-ում, վերցնում ենք բոլոր x կետերը, որոնք պատկանում են m-ին, ու ցանկացած այդ բոլոր x կետերի համար նայում ենք շոշափող տարածությունը, որը մենք նշանակել ենք txm-ով։ Ուրեմն մենք ցույց ենք տվել, որ սա նույնպես բազմաձևություն է, որի չափողականությունը հավասար է 2n-ի։ tm-ը հավասար է 2n-ի ու ստեղ շոշափող շերտավորման մեջ կան բնական կոորդինատներ, որոնք կապված են այս m-ի կոորդինատների հետ։ Մի խոսքով, այդ արդեն տեսել ենք, երբ նորից դրան չվերադառնանք։ Ուրեմն հիմա ինչ ունենք։ Ունենք ֆունկցիա, որը գնում է շոշափող շերտավորումից r,
Եթե մենք ներ ենք մուծել լոկալ կոորդինատներ, ապա այդ ֆունկցիան կարող ենք ներկայացնել որպես ֆունկցիա այդ կոորդինատներից։ Ասենք կոորդինատները նշանակենք q-ով, այդ կլինի ուրեմն ֆունկցիա q-ից եւ q կետովից, ընդ որում q կետով ստեղ չի նշանակում հազանցյալ ժամանակի, այս բարձրապես նշանակում է շոշափող վեկտորի համար։ Ուրեմն q-ն կլինի m-ից, q կետովը կլինի q կետում q կետում m-ին շոշափող տարածությունից։ Ուրեմն եթե ունենք այդ ֆունկցիա, բնականաբար ենթադրում ենք ողորկ, սրան մենք ասում ենք Լագրանժյան, ապա սրա հետ կապված է Լագրանժյան դինամիկ համակարգը m-ի վրա, որը տրվում է հետևյալ ձևով, վերցնում ենք ացանցյալ dl dq կետով եւ հանած dl dq։ Այս հավասար է 0-ի։ Ուրեմն սրան մենք ասում ենք Լագրանժյան դինամիկ համակարգ m բազմաձևության վրա, որում ստեղ օգտագործել են վեկտորական նշանակումները dl dq կետովը այդ բոլոր ացանցալներն են ըստ q կետովի qn կետով նույն բանը dl dq-ն dl dq-ն dl dq1 dl dqn։ Այս է մեր ուսումնասիրած օբյեկտը։ Բնականաբար m-ը եւ l-ը որոշվում են կոնկրետ խնդրի խնդրով, ու հիմա մենք կդակենք եւս երկու օրինակ։ Ուրեմն նախորդ անգամ նայել էինք ճոճանակը եւ սֆերային ճոճանակը։ Հիմա կնայենք ուրեմն նյութական կետի շարժումը պատտման մակերևույթի վրա։ Ուրեմն նյութական կետի շարժումը պատտման մակերևույթի վրա։ Նախ հասկանանք ինչ է նշանակում պատտման մակերևույթ։ Ուրեմն պատտման մակերևույթը մենք դիտարկում ենք եռաչափ տարածության մեջ, այսինքն R3-ում։ R3-ում ֆիքսում ենք ինչ-որ մի առանցք, ասենք անունը դնենք Z, ու այս առանցքը պարունակող հարթության մեջ նայում ենք ինչ-որ կոր։ Ասենք այդ հարթությունը, եթե Z առանցքներ, հարթություն նշանակենք օրինակ XZ հարթությամբ, XZ-ով, ուրեմն սրա մեջ նայում ենք ինչ-որ կոր։ Եկեք սկզբի համար ենթադրենք, որ կորը չի հատում Z առանցքը։ Այսինքն ստեղ ունենք ինչ-որ կոր։ Ենթադրենք, թե կորը տրված է իր պարամետրական ներկայացմամբ, ընդ որում կարող ենք ընտրել գլոբալ կոորդինատներ, այսինքն ունենք US, VS կորը, ու որպեսզի հետո խոսելը հեշտ լինի, ենթադրենք, որ S-ը փոխվում է ամբողջ R-ի վրա։ Կարող է S փոխվի ինչ-որ AB հատվածի վրա։ Ուրեմն ուն այդ X կոորդինատն է, V-ն Z կոորդինատը։ Այսինքն ունենք ինչ-որ կոր, որի մասին ենթադրում ենք, որ ինքը ողորկ է, ինչ է նշանակում ողորկ։ Ողորկ նշանակում է, որ ուն եւ V-ն ածանցելի ֆունկցիաներ են, բավականաչափ, ասենք CK-ից կամ C անսահմանությունից, ընդ որում, որպեսզի ողորկ լինի, մենք ենթադրում ենք, որ արագության վեկտորը, եթե S նայում ենք որպես ժամանակ, արագության վեկտորը 0 չի դառնում։ Այսինքն U շտրիխ S քառակուսի գումարած V շտրիխ S քառակուսին դեռ մեկի հավասար չի, բայց շուտով մեկի հավասար կլինի, հավասար չի 0-ի, հավասար չի 0-ի ցանկացած S-ի համար։ Ու ինչ ենք անում, այս հարթությունը, XZ հարթությունը պատտում ենք Z առանցքի շուրջ, n ինչ որ ստացվում է այս կորից, այսինքն n մակերևույթը, որը նկարագրվում է այս կորով, դրան ասում ենք պատտման մակերևույթ, այսինքն Z առանցքի շուրջ պատտում ենք սա, ստեղ ինչ կլինի, տեսակ նույն տեսակ մի կոր կլինի ստեղ, իհարկե նկարել նման չեղավ, սկսեմ ամեն հեշտ կլինի երևի, մոտավորապես, ուրեմն ստեղ առաջանում է ինչ-որ մակերևույթ,
Շսով հասկանալի ինչ նկատի ունեմ։ Ներքինս չբարձրացնեմ առանց կա։ Ինչ որ կետում հատում է։ Ուրեմն մեզ հետաքրքրում է այս պատտման մակերևույթը, այսինքն մեր շարժումը տեղի ունենալու այս մակերևույթի վրա, այսինքն ստեղ լինել ինչ որ կետ, որը շարժվելու է մակերևույթի վրա։ Այսինքն մեր հոլոնում սահմանափակումը պահում է մեր կետը այս մակերևույթի վրա։ Ուրեմն նախ միանգամից հասկանանք, որ այս ստեղ որ գրեցի հավասար է 1-ի, իրոք կարող ենք միշտ ենթադրենք, որ այս պարամետրը ընտրված է այնպես, որ արագության վեկտորը ունի 1 երկարություն։ Այսինքն S-ը իրականում նկարագրում է այս կորի երկարությունը հաշված ինչ-որ մի կետից, ասենք 0 կետից։ Այսինքն S-ը հավասար է 0-ին համապատասխանում է ինչ-որ մի կետ, ասենք թող լինի այս կետը, ու եթե վերցնում ենք ցանկացած ուրիշ կետ, ապա S-ը լինելու է այս 0-ից հաշված կորի երկարությունը։ Կլինի դրական, եթե գնում ենք դրական ուղղությամբ, բացական, եթե գնում ենք բացական ուղղությամբ։ Ուրեմն չի է տենց, որովհետև ես միշտ կարող եմ նայել հետևյալ ֆունկցիան, L-ը, որը կախված է S-ից, որը հենց կորի երկարությունն է 0-ից մինչև S կետը։ Ուրեմն ինտեգրալ 0-ից S, քառակուսի արմատ ու շտրիխ R քառակուսի գումարած V շտրիխ R քառակուսի dr։ Այդ դեպքում ցանկացած S-ի համար L շտրիխ S-ը ինքը խիստ մեծ է 0-ից։ Քանի որ ես ենթադրել եմ, որ ինքը երբեք 0 չի դառնում, բնականաբար դառնում է խիստ մեծ 0-ից։ Հետևաբար ես իրավունք ունեմ դիտարկելու հակադարձ ֆունկցիան, այսինքն ես կարող եմ նայել S-ը որպես ֆունկցիա L-ից։ Այդ դեպքում, եթե ես նորմիցեմ նոր ֆունկցիաներ, ուրեմն U ալիքով կախված L-ից եւ V ալիքով կախված L-ից, ուրեմն ինչ է, ես վերցնում եմ օրը, որի մեջ S-ի փոխարեն տեղադրում եմ հենց այս ստացված ֆունկցիան։ U S կախված L-ից, V S կախված L-ից, նայենք թե ինչ կլինի, այսինքն ես այս նույն կորը ներկայացնում եմ որպես ֆունկցիա L-ից։ Պարզե որ այս նույն ֆունկցիան է, նույն կորն է ստացվում, պարզապես արագությունը ուրիշ է լինում։ Ընդ որում ստեղ եթե S-ի վրա ոչի պայման չդնեմ, ես չեմ կարող ասել, որ L-ն էլ կփոխվի L-ն էլ կփոխվի ամբողջ R-ի վրա, բայց ենթադրենք այս ածանցյալը ոչ միայն 0 չի դառնում, այլև վերևից ու ներքևից սահմանափակ է, այդ դեպքում այսինքն մեզ ինչ է պետք, վերևից թե ներքևից, մեզ պետք է ներքևից սահմանափակ, որպեսզի L-ն փոխվի, այսինքն այս ածանցյալը ոչ միայն 0 չի դառնում, այլև մեծ կամ հավասար է ինչ-որ դելտայից, ձերական թվից, այդ դեպքում L-ը այստեղ կփոխվի ամբողջ R-ի վրա։ Թողնում եմ ինքնուրույն հասկանալի թե ինչի սա ճիշտ է, այսինքն հասկանալ բան չկա վրա։ Ֆունկցիան եթե ներքևից սահմանափակ է, L-ը ձգտելու է անսահմանության։ Ուրեմն հաշվենք, թե ինչի հավասար U ալիքով V ալիքովի ածանցալի երկարությունը։ Ուրեմն U ալիքով շտրիխ L քառակուսի գումարած V ալիքով շտրիխ L քառակուսի հավասար է բարդ ֆունկցիայի ածանցալ է, ստանում ենք U շտրիխը SL կետում բազմապատկած S շտրիխ L, ու այս ամբողջը քառակուսի, եւ գումարած նույնը V-ի համար, V շտրիխը SL կետում եւ բազմապատկած S շտրիխ L եւ այս ամբողջը քառակուսի։ Ինչ ենք ստանում, ստանում ենք S շտրիխը L կետում քառակուսի եւ բազմապատկած, եկեք էլ չգրեմ SL արգումենտը կլինի U շտրիխ քառակուսի գումարած V շտրիխ քառակուսի։ Բայց ստեղ ես ունեմ հակադարձ ֆունկցիա, LS-ի հակադարձ ֆունկցիան է։ Քանի որ L շտրիխ S-ը հավասար էր քառակուսի արմատ U շտրիխ
քառակուսի գումարած v շտրիխ քառակուսի, ապա հակադարձ ֆունկցիայի թեորեմը ասում է, որ եթե s-ը նայեն ֆունկցիա որպես ելից ու հաշվի իրացանցալը, s կլինի 1 բաժանած դրան։ Այս բազմակետը նշանակում է սա։ Հետևաբար ստեղ եթե շարունակեմ, ստեղ կարող եմ շարունակել, առանձնացնենք, ինչ է ստացվում, e շտրիխել, այսինքն 1 բաժանած քառակուսի արմատ ու շտրիխ քառակուսի գումարած v շտրիխ քառակուսի, ես նույն բանը գրեցի, այս s բարձրացրած քառակուսի եւ անգամ ու շտրիխ քառակուսի գումարած v շտրիխ քառակուսի։ Սա հավասար է 1-ի։ Այսինքն ես, քանի որ մեծ հետաքրքրում է մակերևույթը եւ ոչ թե մակերևույթի պարամետրական ներկայացումը, այսինքն բազմաձևության վրա տարբեր քարտեզներ կարող եմ ներմուծել։ Մեզ հետաքրքրում է բազմաձևությունը որպես երկրաչափական օբյեկտ, ոչ թե որպես ինչ որ ողորկ արտապատկերման պատկեր։ Ես միշտ կարող եմ ենթադրել, որ S-ը, ուրեմն S կոչվում է բնական պարամետր, եթե հատանցյալը հավասար է 1-ի, ես միշտ կարող եմ ենթադրել, որ S-ը բնական պարամետրն է։ Այսինքն սրանից հետո ես միշտ ենթադրելու եմ, որ այս պատտման մակերևույթը ծնող կորը ընտրված է այնպես, պարամետրական ներկայացումը ընտրված է այնպես, որ u շտրիխ s քառակուսի գումարած v շտրիխ s քառակուսին հավասար է 1-ի ցանկացած s-ի համար։ Բնականաբար սրա կարիքը չկա, բայց որոշ բանաձևեր հեշտանում են, դրա համար ես միշտ ենթադրում եմ, որ սա տեղի ունի։ Ուրեմն, մի հատ նորից սկսենք։ Մենք ուզում ենք ուսումնասիրել նյութական կետի շարժումը այս մակերևույթի վրա, պատտման մակերևույթի վրա։ Պատտման մակերևույթը նկարագրելու համար մենք ներմուծեցինք կոր xz հարթության մեջ ու պատտեցինք այս կորը z առանցքի շուրջը, առանց փոխելու հեռավորությունները։ Ստացվեց ինչ-որ մակերևույթ։ Օրինակ, եթե այս կորը լիներ ուղիղ z-ին զուգահեռ, ապա կստացվեր գլան։ Հիմա մեզ հետաքրքրում է R3-ում շարժվող նյութական կետի շարժումը այս մակերևույթի վրա, այսինքն մենք պետք է վերցնենք Լագրանժի ֆունկցիան նկարագրելու համար, ինչ պետք է անենք, մենք պետք է վերցնենք կինետիկ և պոտենցիալ էներգիաների տարբերությունը, հետո այս Լագրանժի ֆունկցիան սահմանափակենք մեր մակերևույթի վրա, այն ինչ որ կստացվի մեր Լագրանժի ֆունկցիան, որը պետք է տեղադրենք այս հավասարման մեջ։ Հիմա ենթադրենք պոտենցիալ էներգիա չկա, այսինքն մեր կետը այնքան թեթև է, որ կարող ենք անտեսել ծանրության ուժը, այդ դեպքում ստանում ենք միայն կինետիկ էներգիան։ Այսինքն մենք նայելու ենք այն դեպքը, երբ L-ը հավասար է T-ի եւ հավասար է, ուրեմն ինչ կլինի 1/2 x կետով քառակուսի գումարած y կետով քառակուսի գումարած z կետով քառակուսի։ Ուրեմն ստեղ մենք ունենք երկու առանցք, ներմուծենք նաև երրորդը y ու կետի կոորդինատը բնականաբար նշանակել եմ x, y, z։ Հիմա պետք է այս L ֆունկցիայից կառուցենք մեր Լագրանժյանը m մակերևույթի վրա։ Դրա համար ինչ էինք անում։ Դրա համար վերցնում էինք մակերևույթի ինչ որ պարամետրական ներկայացում, ոնց պետք է անենք, պետք է վերցնենք բազմաձևության ինչ որ բազմաձևության վրա քարտեզ ու այդ քարտեզում գրեինք Լագրանժի ֆունկցիան։ Ուրեմն հիմա մի քիչ տեղ նայելով հասկանում ենք, որ բնական է ընտրել գլանային կոորդինատներ, քանի որ այս u-ն, ուրեմն v-ն այս z կոորդինատն է, u-ն էլ x կոորդինատն է, բայց որ պատտում ենք, այս u-ն դառնում է հեռավորությունը z առանցքից։ Այսինքն, քանի դեռ xz հարթության մեջ էինք այս x կոորդինատներ, երբ պատտում ենք, ինքը նկարագրում է այդ կետ մակերևույթի
եթե մենք վերցնենք ցանկացած հարթություն z-ին ուղղայած, վերցնենք z-ին ուղղայած ցանկացած հարթություն, դեռ կստացվի ինչ-որ հատույթ։ Այս ուն նկարագրում է այս կետի հեռավորությունը z առանցքից։ Չլավ չով։ Հատումն է ուն սա է։ Դրան համապատասխան գրում ենք կոորդինատները, այսինքն x-ը հավասար կլինի 6, պետք է վերցնեմ us, այդ հեռավորությունն է, մի հատ էլ բան պետք է, անկյունային պարամետր պետք է ներմուծեմ, ասենք նշանակենք այդ phi-ով, ուրեմն, եթե վերցրել եմ այս կետի, եկեք մի քիչ փոխեմ, սենց հաջող չստացվեց, այսինքն վերցնենք ինչ-որ մի կետ, ասենք ստեղ, վերցնում ենք սրա պրոյեկցիան, phi-ով նշանակենք այս անկյունը։ Ուրեմն այդ դեպքում կարող են գրել, որ x-ը հավասար է us հեռավորություն z առանցքից անգամ կոսինուս phi, y կոորդինատը կստացվի us անգամ սինուս phi, և z կոորդինատը կստացվի պարզապես vs-ը։ vs-ը չի փոխվում։ Ընդ որում այս ոչ թե x-ն էր, այլ x, y, z-ն էր։ Մեր պատտման մակերևույթը ես կարող եմ ծածկել մի քարտեզով, որտեղ ստեղ s-ը փոխվում է հեռում, phi-ն էլ է իրականում փոխվում հեռում, բայց 2-ի մոդուլով։ Սրա համապատասխան գրում ենք կինետիկ էներգիան, այսինքն ինչ է ստացվում, տեն կամ L-ը հավասար է 1/2, դե պետք է ածանցենք ենթադրելով, որ s-ը և phi-ն ֆունկցիա են t-ից, այսինքն ստացվում է u' արգումենտները չեմ գրում, միշտ s է լինելու, անգամ s կետով, կոսինուս phi գումարած կոսինուսն եմ ածանցում, լինում է u, ստեղ դառնում է մինուս սա, մինուս phi կետով սինուս phi սրա քառակուսին, s գրեցի x-ի ածանցալա, y-ի ածանցալա, u' s կետով սինուս phi, գումարած u, սինուսի ածանցալ լինում է phi կետով կոսինուս phi սրա քառակուսին, և գումարած v-ն լինում է v' անգամ s կետովի ու s ամեն ինչի քառակուսի։ Ստանում ենք 1/2, մոռացա ասեմ, t-ի հետ պետք է գրել նաև զանգվածը, բայց ենթադրենք հավասար է 1-ի, 1-ը բոլոր դեպքերում կրճատվելու է, ամեն ինչ համեմատակալ է l-ին։ Ուրեմն ստեղ ինչ է ստացվում, վերցնում ենք սրա քառակուսին, գումարած սրա քառակուսին, լինում է u' քառակուսի s կետով քառակուսի, s կետով քառակուսի, գումարած վերցնենք սրա քառակուսին գրեմ, լինում է v' քառակուսի s կետով քառակուսի, ու s2-ի քառակուսիները ստացվի u-ի քառակուսի, phi կետով քառակուսի և սինուսի և կոսինուսի քառակուսների գումարը, այսինքն ստացվի գումարած u քառակուսի, phi կետով քառակուսի։ Երբ սա բազմապատկում եմ սրանով ու s բազմապատկում եմ սրանով, ստացվում է նույն անդամը, բայց հակադարձ նշաններով, հակադիր նշաններով, այսինքն կրճատվում են, այսինքն մեր կինետիկ էներգիան մակերույթի վրա շարժվող կետի համար ընդունում է այս տեսքը, բայց մենք ենթադրել ենք, որ միշտ ճիշտ է սա, այսինքն ստեղ մեզ մնում է միայն s կետով քառակուսին, այսինքն վերջնական բանաձևը l-ի համար, գրենք L, ստացվում է 1/2 s կետով քառակուսի, գումարած
ու քառակուսի, որը կախված է s-ից, գրենք որ բարձ լինի կախվածությունը, անգամ phi կետով քառակուսի։ Ուրեմն Լագրանժի ֆունկցիան պատտման մակերևույթի վրա շարժվող կետի համար ունի այս տեսքը, եթե ենթադրենք, որ կետի վրա չի ազդում ծանրության ուժը։ Ուրեմն ստացանք այս բանաձևը։ Հիմա գրենք Լագրանժի հավասարումները։ Ուրեմն ունենք երկու փոփոխական, հետեւաբար ունենալու ենք երկու հավասարում, երկրորդ կարգի երկու հավասարում։ Ուրեմն վերհիշենք, ուրեմն պետք է գրենք dl ds կետով, սրա ածանցալած t-ի եւ հանած dl ds հավասար է 0-ի եւ նույն բանը phi-ի համար dl d phi հավասար է 0-ի։ Ուրեմն ինչ ենք ստանում առաջի հավասարումից։ Առաջի հավասարումից, երբ ածանցում ենք L-ը S կետովի, ստանում ենք S կետովի, ուրեմն ստացվում է 2, որը սրա հետ կրճատվում է, S կետով ու դրա ածանցալը, այսինքն ստանում ենք S2 կետով, հանած, ածանցում ենք ըստ S-ի, ստացվում է 2, սրա հետ կրճատվում է, ու S և ու շտրիխ S։ Ու բնականաբար լինում է phi կետով քառակուսին։ Սա հավասար է 0-ի։ Հիմա երկրորդ հավասարումը, ուրեմն այս Լագրանժյանին նայելով մենք միանգամից հասկանում ենք, որ phi-ն ցիկլիկ կոորդինատ է, այսինքն կախվածություն չկա phi-ից, այսինքն միանգամից ստանում ենք պահպանման օրենք, որ dl d phi կետով պահպանվում է։ Ինչն էր dl d phi կետովը, սա էր, ածանցում ենք այս երկուսը սրա հետ կրճատվում է, ստանում ենք u քառակուսի s phi կետով։ Այսինքն u քառակուսի s-ը եւ phi-ն, որը կախված է t-ից, ուրեմն սա հաստատում է։ Ուրեմն սա նույնաբար հավասար է ինչ-որ մի c թվի phi կետով։ Հիմա հնարավոր է երկու դեպք։ Եթե c-ն հավասար է 0-ի, ուրեմն առաջին դեպք, ենթադրենք թե c-ն հավասար է 0-ի։ Մենք ենթադրենք, որ ուն չի հատում, ուն երբեք 0 չի դառնում, այսինքն այս մեր կորը, որ կար, ինքը z առանցքը չի հատում, նշանակում է հեռավորությունը z առանցքից միշտ դրական է։ Այսինքն մենք ունենք, որ ցանկացած s-ի համար ու s-ը մեծ է 0-ից։ Մի բան մոռացա ասել, այս բանը ուղղակի հիշեցի սրանից ելնելով։ Այստեղ մենք կոորդինատներ ներմուծեցինք n-ի վրա, բայց մենք չստուգեցինք, որ սա կոորդինատ է այն իմաստով, որ այս պայմանը բավարարված է։ Մենք միշտ պետք է ստուգենք, որ սա ճիշտ է։ Այսինքն, որ ժ-ն իրոք կոորդինատ է ներմուծում մակերևույթի վրա։ Ուրեմն առաջարկում եմ ինքնուրույն ստուգել, որ ստեղ այս արտապատկերման ռանգը, այսինքն ըստ s-ի եւ որպես ֆունկցիա s-ից եւ phi-ից, ցանկացած s phi-ի համար, եթե հաշվում ենք սրա ածանցալը, ապա ածանցալը ինյեկտիվ է։ Ռանգը հավասար է 2-ի։ Դժվար բան չկա, պետք է ուղղակի օգտագործեք այդ պայմանը, որ ուն մեծ է 0-ից, միշտ մեծ է 0-ից ու սա էլ 0 չի դառնում։ Այստեղ ստուգել որ ստուգել, որ սա ինքնես ներմուծում է կոորդինատների վրա։
Շատ լավ, ուրեմն վերադառնանք մեր հավասարումներին։ Ուրեմն եթե c-ն հավասար է 0-ի, ում երբեք 0 չի դառնում, ստեղից եզրակացնում ենք, որ φ կետովը նույնաբար հավասար է 0-ի, այսինքն φ-ն հաստատուն է։ Այդ ինչ է նշանակում։ Ուրեմն մի հատ նորից նկարենք այս մեր պատտման մակերևույթը։ Ունեինք ինչ որ պատտման մակերևույթ։ Այս պատտման մակերևույթում ունենք կոորդինատներ։ Եկեք մի քիչ փոխեմ դրանց դիրքը, ավելի հեշտ կլինի նկարելը։ Ուրեմն այս տողնի x կոորդինատը, դա տողնի y կոորդինատը։ Ունենք բնականաբար նաև z կոորդինատը։ Ուրեմն վերցրել ենք ինչ որ մի շարժում, ասենք թող սկզբնական կետում լինի x, y հարթության մեջ, միշտ կարող ենք x, y ընտրել նենց, որ սկզբնական կետը լինի ստեղ։ Այդ դեպքում ունենք այս φ անկյունը, նկարենք այս թող լինի φ անկյունը, φ0 անկյունը, ու այս φ0 անկյունը միշտ մնացել է նույնը։ Այսինքն եթե այս c հավասար է 0-ի, շարժումը բավարարում է հետևյալ պայմանին, որ այս անկյունը միշտ մնացել է նույնը, այսինքն շարժումը միշտ տեղի ունեցել է այս կորի վրա։ Սրանում դնենք միջօրեական ականայդ պատճառով։ Ուրեմն եթե սա սենց է, ուրեմն շարժումը տեղի ունենում միջօրեականով։ Այսինքն այս φ կետովը միշտ 0 է ու ստանում ենք պարզապես s-ի համար երկրորդ կարգի հավասարումը։ S երկու կետովը հավասար է u կախված s-ից, φ շտրիխը հավասար է 0-ի, այսինքն կետը բան ընդհանրապես անետանում է։ S երկու կետով հավասար է 0-ի։ Այսինքն s-ի համար պարզապես ստանում ենք գծային ֆունկցիա։ S-ը հավասար է ինչ որ at գումարած b։ Կամ կարող ենք ենթադրել, որ սկզբնական պահին s-ը հավասար է 0-ի, էլի պարամետրի ընտրության հարց է, պարզապես ստանում ենք a անգամ t, որտեղ a-ն իրականում արագության վեկտորն է, արագության վեկտորի երկարությունն է։ Այսինքն այս այն դեպքեր, երբ առանձնապես բան տեղի չի ունենում, կետին տալիս ենք ինչ որ սկզբնական արագություն, ու ինքը միջօրեականի վրա մնալով այդ արագությամբ շարունակում է միշտ, նույն արագությամբ։ Շատ լավ, ուրեմն այս հետաքրքիր դեպք չէր, նայում ենք երկրորդ դեպքը, երբ c-ն 0 չի, c-ն հավասար չի 0-ի, ընդ որում c-ն 0 կամ դրական կամ բացասական լինելը, այդ պարզապես որոշում է, թե ինչ ուղղությամբ է գնալու շարժվելու կետը, ժամացույց սլաքի ուղղությամբ, թե ժամացույց սլաքին հակառակ ուղղությամբ, եթե նայում ենք պրոյեկցիան x-y-ի վրա։ Ասենք, որպեսզի պարզ լինի խոսելը, ենթադրենք, որ c-ն մեծ է 0-ից, այսինքն φ ածանցյալը մեծ է 0-ից, շարժումը տեղի ունենում ժամացույց սլաքին հակառակ։ Ուրեմն այդ դեպքում մենք φ-ն երբեք 0 չի դառնում, φ ածանցյալը ու քառակուսի s φ կետովը, որ հավասար է c-ի նույնաբար, որը մեծ է 0-ից, φ-ն երբեք 0 չի դառնում, ու φ-ն կարող ենք որոշել այս հավասարումից, φ կետով հավասար է c-ին բաժանած ու քառակուսի s։ Ուրեմն այս հավասարումը ճիշտ է ցանկացած t պահին, տեղադրենք այս հավասարումը առաջի հավասարման մեջ, կստացվի s երկու կետով, հանած, ուրեմն ինչ ունեինք, us ու շտրիխ s, և բազմապատկած φ կետովի քառակուսով ստացվում է c քառակուսի բաժանած ui 4 աստիճան s,
ու սա հավասար է 0-ի, ու երից մեկը կրճատվում է, ստանում ենք S 2 կետովը, հավասար է C քառակուսին, որը 0 չի, բազմապատկած ու շտրիխ S-ով և բաժանած ու խորանարդ S-ի վրա։ Այսինքն ինչ ստացանք, ստացանք ազատության մեկ աստիճանով պահպանողական համակարգ։ Հեշտությամբ կարող են գրել, թե համապատասխան պոտենցիալը ինչ տեսք ունի, ու Q-ն կստացվի ինչ, ու S-ը, ու S-ը հավասար կլինի, դες ինչ որ գրված է ստեղ դրա նախնականին, այսինքն կստացվի մինուս նշանով, մինուս C քառակուսի ինտեգրալ ու շտրիխ S-ը բաժանած ու խորանարդ S ds։ Այսինքն եթե գիտենք ու ֆունկցիան կարող են գտնել պոտենցիալը, պոտենցիալն էլ գտնելուց հետո արդեն գիտենք ոնց են ֆազային կորերը ստացվում։ Այսինքն սկզբունքորեն այս բանը մենք կարող ենք լուծել ու ստանալ կետի շարժումը մակերևույթի վրա, բայց սրան նայելով դեռ պարզ չի, թե ոնց է իրականում տեղի ունենում շարժումը։ Այսինքն ինչ որ հետևություններ այս շարժման մասին դեռ առանձնապես չեն կարող անել։ Բայց կոնկրետ այս դեպքում էներգիայի պահպանման օրենքը, այսինքն այս որ տեմ պահպանվում է, հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ոնց է տեղի ունենում շարժումը, հիմա հենց դրանով ենք զբաղվելու։ Ուրեմն նախ հիշենք, որ միշտ ունենք էներգիայի պահպանման օրենքը, Այս մենք մի անգամ արել ենք Համիլտոնյան համակարգերի համար, բայց մի հատ նորից անենք վերհիշելու համար։ Ուրեմն ինչ ենք անվանում էներգիան։ Էներգիան այդ հետևյալն է։ Էներգիան մենք գրել ենք QP կոորդինատներով, այսինքն երբ ունեինք ոչ թե կետը եւ արագության վեկտորը, այլ կետը եւ մոմենտը։ Հիմա մենք գրենք սա որպես ֆունկցիա Q-ից եւ արագությունից, h-ը Q կետով, ուրեմն մեզ հավասար է ինչ պետք է անեինք, պետք է վերցնենք Q կետով dl dq կետով եւ հանած l q կետով։ Ուրեմն մի հատ նորից հիշենք, ոնց ենք մենք սահմանում h-ը, էներգիան։ Ուրեմն h cube-ն, ես ընդհանուր դեպքն եմ նայում հələ որ, այսինքն ոչ թե այս կոնկրետ օրինակը, այլ ընդհանուր դեպքը։ h cube-ն հավասար է, պետք է վերցնենք l-ի լեժանդրի ձևափոխությունը, այսինքն վերցնում ենք սուպրեմում, երբ q կետովը փոխվում է մեռենում, վերցնում ենք p անգամ q կետով եւ հանած l q կետով։ Մենք ենթադրել էինք, որ L-ը հավասարաչափ ուռուցիկ է ըստ Q կետովի, ու տեղից հասկացել էինք, որ S ֆունկցիան ունի միայն մի կրիտիկական կետ, որը հենց մաքսիմումի կետն է։ Ոնց էինք հաշվում կրիտիկական կետը, պետք է ածանցյալը, այսինքն դիվերգենցիա չէ, գրադիենտը լիներ 0։ Այսինքն պետք է լուծեինք հետևյալ հավասարումը dl dq կետովը ես ածանցեցի S Q կետովի, սա եմ ածանցում S Q կետովի, բնականաբար ստացվում է P, ստեղից օգտագործելով հավասարաչափ ուռուցիկության պայմանը, Q կետովը գտել ենք որպես ֆունկցիա P-ից,
Այս ֆին տեղադրում էինք սրա մեջ, P-ի փոխարեն ու ստանում էինք մեր հաշը, որը պահպանվում էր հետագծերի երկայնքով։ Հիմա այդ ամեն ինչ չենք անում, մենք պարզապես ասում ենք, որ ստեղ P-ն հավասար է DL dq կետովի։ Այս արտահայտության մեջ P-ի փոխարեն դնում ենք DL dq կետովը ու դրա անունը դնում ենք էներգիա։ Այսինքն ստեղ ինչ որ գրված է, ընդհանրապես դա է գրված։ Հիմա ցույց տանք, որ այս հաստատուն է։ Ուրեմն հաշը հաստատուն է ըստ ժամանակի։ Այսինքն հաշը նույնաբար հավասար է C-ի։ Այս դեռ չգիտենք։ Այսինքն ստուգել ենք իրականում Համիլտոնյան համակարգերի ուսումնասիրելուց, բայց այս ձևով իմ կարծիքով չենք կարել, եկեք ստուգենք։ Ուրեմն մատանցում ենք հաշը, h q կետով, ինչի հավասար բարդ ֆունկցիայի, այսինքն չասեմ բարդ բառեր, պետք է սա ածանցենք ըստ ժամանակի։ Ստացվում է q2 կետով, dl dq կետով, հանած ածանցում եմ երկրորդը, ստացվում է q կետով և ածանցյալ dl dq կետով, երկրորդ անդամը հանած պետք է ածանցեմ ըստ առաջի արգումենտի, առաջի արգումենտը ըստ t-ի, ստացվում է dl dq, արգումենտը չեմ գրում, միշտ լինելու է q կետով, անգամ սկալար q կետով, և երկրորդ ըստ երկրորդի dl dq կետով և q2 կետով։ Ուրեմն, միանգամից նկատում ենք, որ սա սրա հետ կրճատվում է, ուրեմն սրա հետ գնաց, բայց ստեղ q-ն և q կետովը բավարարում են Լագրանժի հավասարումները, նշանակում է սրա փոխարեն ես կարող եմ տեղադրել dl dq։ Տեսնում որ ստացվում է նույն անդամը, ստեղ ինչ-որ նշանի սխալ կա, նշանի սխալը ստեղից է գալիս, որտեղ մինուս չի պլյուս է։ Ես առաջի անդամն էի ածանցել, սա էի ածանցել, ստեղ մինուսի կարիք չկա, ստեղ պլյուս է։ Այսինքն սա էլ գնաց սրա հետ, նշանակում է էներգիան պահպանվում է։ Այսինքն ցանկացած Լագրանժյան համակարգի համար այս արտահայտությունը հետագծերի երկայնքով մնում է հաստատումը։ Այս արտահայտությունն էլ հենց էներգիան է։ Հիմա վերադառնանք ես մեր կոնկրետ օրինակին, մեզ մոտ էներգիան հենց սա էր, մեզ մոտ հաշվենք էներգիան մեզ մոտ։ Ուրեմն հաշ, այս դեպքում մենք ունենք Q-ն, այս դեպքում S-ը և F-ին է, հաշվենք հաշը, ինքը կլինի ֆունկցիա S-ից, F-ից, S կետովից և F կետովից։ Ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ մեր տեն, որը Լագրանժյանն է, որ էր մեր տեի արտահայտությունը, կամ էլ է սա, ու անեմ ինչ որ գրված էր ստեղ։ Այսինքն ստացվում է S կետով dl ds կետով, գումարած F կետով dl dφ կետով, և հանած հենց ինքը L, որը կախված է S-ից, F-ից կախված չի, S կետով և F կետով։ Հավասար է, հիմա dl ds կետովը հենց հավասար է S կետովի։ Dl dφ կետովը, ուր էր մեր L-ը, ստացվում է U քառակուսի Φ կետով։ L-ն էլ դե գրենք, ուրեմն 1 երկրորդ S կետով քառակուսի գումարած U քառակուսի կախված S-ից և Φ կետով քառակուսի։ Տեսնենք, որ ստացվում է ստեղ 2L։ Այստեղ ինչ որ գրված է։ Ստացել եմ հենց 2 անգամ L-ը, այսինքն 2L-ից անում եմ L, ստացվում է էլի 1 երկրորդ
S կետով քառակուսի գումարած U քառակուսի S Phi կետով քառակուսի ստացվում ենք հենց այն ինչից որ սկսել էինք ու այդ լրիվ բնական է, քանի որ մեզ մոտ հենց L-ը ուներ հենց կինետիկ էներգիայի իմաստը։ L-ը հենց ներկայացնում էր կինետիկ էներգիան, քանի որ պոտենցիալ էներգիա չկա։ Այսինքն ամեն ինչ նորմալ է, էներգիան հենց կինետիկ էներգիան է։ Ու այս նախորդ հաշվարկի համաձայն կինետիկ էներգիան պահպանվում է, այսինքն մենք կարող ենք ասել, որ այս արտահայտությունը 1/2 S կետով քառակուսի գումարած U քառակուսի S Phi կետով քառակուսին նույնաբար հավասար է սկզբնական արժեքին, հավասար է T0-ի։ T0-ն սկզբնական կինետիկ էներգիան է։ Այսինքն պատտման մակերևույթի շարժման ընթացքում այս մեծությունը չի փոխվում, հաստատուն է։ Հիմա անում ենք հետևյալը, այս ուղղակի պետք է, չգիտեմ ոնց կարելի է գլխի ընկնել, բայց արդեն գլխի են ընկել, որ նայենք հետևյալ անկյունը։ Ուրեմն այս կետով ասում է ինչ որ վերցնենք ցանկացած հետագից, վերցնենք հետագծի վրա կետ։ Ուրեմն այս կորը գտնվում է մակերևույթի վրա։ Այս կորը մակերևույթի վրա անցնող կորն է ու մեր շարժումն է։ Նայենք հետևյալ անկյունը։ Ուրեմն սա, որը արագության վեկտորն է, ասենք անուն դնենք V, եւ միջօրեականին շոշափողը, անուն դնենք W։ Այսինքն ես նայում եմ շարժման շոշափող ուղի կամ շոշափող վեկտորի եւ միջօրեականի միջև կազմած անկյունը։ Դրան դնենք ասենք ալֆա։ Սա թող լինի ալֆա անկյունը։ Այսինքն վերցրեցի ցանկացած հետագից, հետագծի վրա վերցրեցի ցանկացած կետ ու նայում եմ ալֆա անկյունը, որը արագության վեկտորի եւ միջօրեականի միջև կազմած անկյունն է։ Օրինակ, երբ c-ն հավասար է 0-ի, այս անկյունը միշտ հավասար է 0-ի։ Երբ c-ն հավասար է 0-ի, Phi-ն միշտ հավասար է 0-ի, այսինքն շարժումը տեղի ունի միջօրեականով, այս ալֆա անկյունը միշտ հավասար է 0-ի։ Մյուս ուրիշ հետագծերի համար ալֆան 0 չի։ Հիմա տեսնենք ոնց է փոխվում ալֆան։ Ուրեմն հաշվենք նախ այդ անկյան կոսինուսը։ Կոսինուս ալֆան, ինքը կլինի ֆունկցիա t-ից։ Հավասար է ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ W-ի եւ V-ի սկալար արտադրյալը եւ բաժանեմ սրանց երկարությունների վրա։ Ուրեմն ագրենք V-ն ու W-ն ովքեր էին, ուրեմն W-ն ուրեմն պետք է վերցնեմ այս պարամետրական ներկայացումը։ Մի հատ նորից գրենք այդ պարամետրական ներկայացումը։ Ուրեմն US կոսինուս V, US սինուս V եւ VS։ Ես ուզում եմ նայել շոշափող վեկտորը, միջօրեականին շոշափող վեկտորը, այսինքն պետք է վերցնեմ Phi-ն հաստատուն եւ ածանցեմ ըստ S-ի։ Այսինքն ստացվի U'(S), եկեք արգումենտը չգրեմ, U' կախված S-ից կոսինուս V, U' կախված S-ից սինուս V եւ V'(S)։ Այո, V'։ Ընդ որում գիտեմ, որ սրա երկարությունը հավասար է 1-ի, քանի որ այս S-ը մեր բնական պարամետրն է, W-ի երկարությունը հավասար է 1-ի։ Ուրեմն V-ն ինչ էր։ V-ն այս նույնն է, որտեղ S-ը եւ Phi-ն ֆունկցիային t-ից։ Այսինքն ես հիմա V-ն գտնելու համար պետք է այս կորը ածանցեմ մեր ժամանակի, որտեղ մեր կետը շարժվում է մակերևույթի վրա, շարժումը նկարագրվում է S-ով եւ Phi-ով, որոնք ֆունկցիային t-ից, երբ դնում եմ ֆունկցիա ստեղ S-ի եւ Phi-ի փոխարեն, ստանում եմ հենց շարժման կոորդինատները։ Պետք է ածանցենք ըստ t-ի։
Ուրեմն v-ն հավասար է։ Ածանցում ենք, մի անգամ արել ենք իրականում կինետիկ էներգիան հաշվել, մի հատ նորից անենք, ուրեմն ստացվում է u շտրիխ s կետով կոսինուս v հանած u φ կետով սինուս v, այս առաջի կորդինատը ածանցեցի, երկրորդ ածանցում ենք, ստացվում է u շտրիխ s կետով սինուս v գումարած u φ կետով կոսինուս v և ստեղ ստացվում է v շտրիխ անգամ s կետով։ Վերցրենք սկալար արտադրյալը, w անգամ v։ Հա, ընդ որում, սա մենք գիտենք ինչ է սրա երկարությունը։ Սրա երկարությունը հենց արագության վեկտորի երկարությունն է, որը հենց երկու անգամ, եթե սրա քառակուսին վերցնենք, այս կստացվի երկու անգամ կինետիկ էներգիան, երկու տեն կամ երկու էլը։ Ուրեմն սկալար արտադրյալը ինչի է հավասար։ Առաջի կորդինատներն են բազմապատկում, ստացվում է u շտրիխ քառակուսի s կետով կոսինուս քառակուսի φ հանած u շտրիխ φ կետով սինուս φ կոսինուս φ, այս առաջի կորդինատները բազմապատկեցի, գումարած երկրորդ կորդինատներն են բազմապատկում, ստացվում է u շտրիխ քառակուսի s կետով սինուս քառակուսի φ, ստեղ ստացվում է գումարած, ուրեմն u շտրիխ φ կետով սինուս φ կոսինուս φ, և վերջին կորդինատը ստացվում է v շտրիխ քառակուսի s կետով։ Հավասար է, ուրեմն միանգամից նկատում ենք, որ այս երկուսը կրճատվում են, կոսինուս քառակուսի φ սինուս քառակուսի φ տալիս է 1, այսինքն ինչ է մնում, մնում է u շտրիխ քառակուսի s կետով և գումարած v շտրիխ քառակուսի s կետով, բայց u-ն և v-ն ընտրված էին այնպես, որ քառակուսիների գումարը ածանցալների քառակուսի գումարը ստացվի 1, այսինքն ստեղ ստացվում է s կետով։ Ուրեմն ինչ ստացվեց, կոսինուս ալֆան հավասար է s կետովը բաժանած քառակուսի արմատ, ստեղ պետք է վերցնեմ v-ի բացարձակարժեք, ստացվում է քառակուսի արմատ 2t։ Այսինքն հետագծով և միջօրեակյանով կազմած անկյունը նկարագրվում է այս ձևով, s կետով բաժանած 2t, բարձում է ավելի ճիշտ է հաշվել սրա սինուսը, սինուս ալֆան, ինչի է հավասար, կստացվի քառակուսի արմատ, մեկ հանած s կետով քառակուսի բաժանած 2t-ի, հավասար է քառակուսի արմատ 2t, ստեղ ստացվում է 2t-ից հանած s կետով քառակուսի ու այս ամեն ինչի 1/2, բայց ուր էր մեր տեն սա էր, 2t-ից որ հանում ենք s կետովի քառակուսի, մնում է u քառակուսի s φ կետով, այսինքն սա հավասար է ու s պետք է վերցնեմ φ կետովի բացարձակարժեք, բայց ես ենթադրել եմ, որ c-ն դրական է, այսինքն կարող եմ վերցնել φ կետով պարզապես, φ-ն միշտ մնում է դրական, բաժանած արմատ 2t։ Այս ու s φ կետովը շատ նման է մեր պահպանման օրենքին, ուր էր մեր պահպանման օրենքը, պահպանման օրենքը սա էր, ու քառակուսի φ կետով հավասար է c-ի, ստեղ մենք ունենք ու φ կետով, ես ուշում եմ, որ եթե բազմապատկենք ու-ով, այսինքն այս հավասարության երկու կողմերը, սա և սա, բազմապատկենք ու-ով, ինչ կստանանք, ուրեմն ու-ն կախված s-ից, s-ը բնականաբար ֆունկցիա է t-ից, անգամ սինուս ալֆա, հավասար է ու քառակուսի s φ կետով, բաժանած քառակուսի արմատ 2t։ Բայց ու քառակուսի s φ կետովը այդ n-ը ինչ որ մենք նշանակել ենք c-ով,
Իսկ t-ի համար մենք ունենք պահպանման օրենքը, ինքը միշտ հավասար է t0-ի։ Ստացվում է c բաժանած քառակուսի արմատ 2 t0։ Այսինքն, ինչ ստացա, ստացա հետևյալը, որ ինչ շարժում էլ լինի, ճիշտ է հետևյալը։ Ուն s t-ից կախվածություն չեն գրում, անգամ սինուս ալֆա, հավասար է նույն արտահայտությանը սկզբնական պահին։ Այսինքն գրենք u0 սինուս ալֆա 0։ Այսինքն, ինչքան ում փոքրանում է, այնքան ալֆան պետք է մեծանա, որպեսզի արտադրյալը մնա նույնը։ Մասնավորապես տեղից հետևում է, որ ասենք ինչ կարող ենք ասել, մենք ալֆայի համար, ուրեմն սինուս ալֆան հավասար է ուրեմն u0 բաժանած s-ի անգամ սինուս ալֆա 0։ Ուրեմն u0 սինուս ալֆա 0-ն այդ n-ը ինչ որ ունենք սկզբնական պահին։ Այսինքն այդ թիվ մենք կարող ենք հաշվել։ Սկզբնական պայմանից մենք կարող ենք u0 սինուս ալֆա 0-ն հաշվել։ Ու s-ը մենք չգիտենք ինչ է լինում, բայց մենք միշտ կարող ենք ասել, որ ինքը փոխվում է u-ի մաքսիմումի եւ մինիմումի արանքում։ Այսինքն սա պատկանում է հետևյալ հատվածին u0 սինուս ալֆա 0 անգամ 1-ը բաժանում եմ u-ի մաքսիմումով, ասենք անունը դնենք u պլյուս եւ u մինուս։ Եթե ենթադրենք, որ u-ն սահմանափակ ֆունկցիա է, u պլյուսով նշանակենք u-ի մաքսիմումը, կամ սուպրեմումը 1 է, կարող մաքսիմում չլինի, սուպրեմում u մինուսով նշանակենք ինֆինում u, ապա միշտ կարող ենք ասել, որ սինուս ալֆան պետք է փոխվի այս միջակայքում։ Եկեք երկու կոնկրետ դեպք դիտարկենք։ Ուրեմն ենթադրենք մեր այս պատտման մակերևույթը սֆերա էր, այսինքն նայենք առաջի դեպքը, երբ m-ը հավասար է s2-ի։ Իրականում սֆերա ըստ մենք իրավունք չունենք նայելու, քանի որ պատտման մակերևույթը նկարագրող կորը հատում է այս առանցքը։ Չլավ։ X Այսինքն մեր պատտման մակերույթը նկարագրող կորը լինում է սա, որը z առանցքը հատում է, բայց հատում է միայն մի կետով, ընդ որում այն ձևով, որ պատտելուց հետո մենք ստանում ենք ողորկ մակերույթ, մի խոսքով ամեն ինչ կարելի է հիմնավորել, որ սֆերայի համար սա ճիշտ է։ Ուրեմն սֆերայի դեպքում իրականում այս ամբողջ տեսության կարիքը չկա, որտեղ մենք գիտենք, օրինակ, որ երբ ֆին չի փոխվում, այսինքն եթե մենք վերցնենք սկզբնական կետը օրինակ ստեղ, այս կետով եւ z առանցքով անցնում է հարթություն, մենք գիտենք, որ եթե սկզբնական արագությունը եղավ այս միջերոյականին շոշափող, այսինքն φ կետովը 0 սկզբնական պահին դարձավ 0, ապա φ կետովը միշտ մնում է 0 ու շարժումը տեղի ունենում մեծ շրջանագծով։ Սֆերայի մեծ շրջանագծերով։
Այս այն դեպքում, երբ սկզբնական արագությունը եղել է այս ուղղությամբ, բայց քանի որ սֆերա է, ամեն ինչի նկատմամբ ցանկացած իզոմետրիայի նկատմամբ ինվարիանտ է։ Այսինքն մենք կոորդինատները միշտ կարող ենք ընտրել նենց, որ արագության վեկտորը միշտ ուղղված լինի միջօրեականով, որտեղ կոորդինատները մենք գիտենք, որ Լագրանժյան համակարգում կոորդինատները բան չեն որոշում, ամեն ինչ ինվարիանտ է կոորդինատների փոփոխության նկատմամբ։ Այսինքն ինչ արագություն, ինչ ուղղությամբ էլ մենք այս սկզբնական վեկտորը տանք, եթե ասենք այս ուղղությամբ չի, այլ մի ուրիշ ուղղությամբ է, ապա այս վեկտորով եւ կետով անցնում է հարթություն, շարժումը միշտ տեղի կունենա այդ հարթության մեջ, այսինքն տեղի կունենա այս վեկտորին շոշափող մեծ շրջանագծի վրայով։ Չգիտեմ ինչ բարձ չեղավ նկարը, բայց հուսով եմ հասկանալի է։ Այսինքն սֆերայի պարագայում այս ամեն ինչի կարիքը չկար, կարող ենք միանգամից այդ եզրակացությանը գալ օգտագործելով հենց առաջի մասնավոր դեպքը, որ նայեցինք։ Հիմա երկրորդ դեպքը նայենք շարժումը, թե ինչ է տեղի ունենում, երբ ունենք տոր։ Ուրեմն ինչ է նշանակում, ինչ է տոր։ Այդ հետևյալ ձևով տրված պատտման մակերևույթն է։ Վերցնում ենք էլի xz հարթությունը, x առանցքի վրա վերցնենք ինչ-որ մի հատ a կետ ու նայենք r շարավղով շրջանագից a կետի շուրջը։ Այս շարավեղը կլինի r։ Ու նայում եմ s շրջանագծով տրված պատտման մակերևույթը։ Հիմա մեզ մոտ us vs-ը ինչի հավասար, s-ը կլինի հենց անկյունը, այսինքն ես պետք է վերցնեմ x կոորդինատի համար, եթե լիներ կենտրոնը 0,0 կետում կլներ s r կոսինուս s, r սինուս s, բայց վերցրել են կենտրոնը a կետում, կստացվի a գումարած r կոսինուս s, այս կլինի x կոորդինատը, z կոորդինատը կլինի r սինուս s, որտեղ s-ը փոխվում է r-ում, մեր պատտման մակերևույթը m-ը տրված կլինի հետևյալ ձևով, պետք է վերցնեմ a գումարած r կոսինուս s, բազմապատկում եմ կոսինուս ֆիով, a գումարած r սինուս s բազմապատկած, չէ, սինուս s չէ, կոսինուս s բազմապատկած սինուս ֆիով, կոսինուս s բազմապատկած սինուս ֆիով, և երրորդ կոորդինատը r սինուս s։ M-ը տրված է այս ձևով, այսինքն ոնց ենք պատկերացնում մեր այս պատտման մակերևույթը, եկեք այս երկու կետերի հետաքրքիրը նկարենք, մեկը սա է, մյուսը սա, այսինքն այս շրջանագիծը, այս կետերը ֆիքսած մնալով, շարժվում է այս ձևով։ Այս մեր պատտման մակերևույթն է։ Եկեք նկարենք, թե ինչ ենք տեսնում, երբ նայում ենք z առանցքի վրա նստած, այսինքն ես հիմա կնկարեմ այս տորի պրոյեկցիան XY հարթության վրա, այսինքն լինում է երկու շրջանագիծ, մեկի շարավղի կլինի a գումարած r, ուրեմն այս բնականաբար a գումարած r-ն է, սա a հանած r-ն է, ենթադրում եմ, որ a-ն ավելի մեծ է r-ից, որ հատում չլինի z-ի հետ, ուրեմն ունենք երկու շրջանագիծ, նույն կենտրոնով, նայենք երկու դեպք, ուրեմն S over S-ը մեր S անկյունն է, ճիշտ է շրջանագծի վրա, սա բանն է, սա S-ն էր, ֆինել դե համապատասխան x և
Մի երկեն ստեղ մի քիչ x եւ y-ը իրականում այս x-ներ փաստորեն, այս x-ներ y-ի ուղղությունը հակառակ կլինի։ Ուրեմն եթե վերցնենք ինչ-որ մի կետ, ցանկացած կետ, պետք է պրոյեկտենք x-y հարթության վրա եւ φ անկյունը կլինի հենց սա։ Ուրեմն եկեք նայենք այն դեպքը, երբ կետը դուրս է գալիս այս տորի այս կետից, այսինքն ինչ է նշանակում։ Նշանակում է S0-ն հավասար է π կեսի ու արագության վեկտորը ուղղահայաց է, x առանցքին։ Այսինքն եթե ես նայում եմ ալֆա անկյունը սկզբնական պահին միջօրականի հետ, որը սա է միջօրական, ճիշտ է, միջօրականի հետ կազմում է 90 արջանի անկյուն, հավասար է π կեսի։ Ու կարող եմ ընտրել սկզբնական պահին φ0-ն հենց հավասար է 0-ի։ Այսինքն հենց տեղից է դուրս եկել, φ0-ն հավասար է 0 կետից։ Ինչ է նշանակում։ Նայում ենք, հա, ես մոռացա ասել, որ այս հավասարումը ունի անուն, այս կոչվում է Կլեղոյի հավասարում, կամ Կլեղոյի հավասարություն ավելի ճիշտ։ Կլեմ գրել US։ Ճիշտ է, ուն։ Ինչ-որ բաներ ասում կնենք։ Իմ կարծիքով դուք այլևս չեք տեսնում իմ էկրանը, ճիշտ եմ հասկանում։ Ասպա ինչ եմ տեսնում։ Ինչի անջատվեց։ Կարող եք ասել, որ պայից սկսած չեք տեսել էկրանը։ Միակ տենց էր մոտ ցույց տվել է, որ դուք դուրս եք եկել բանից, որտեվ ինչ որ բա սկսած կտրտվել, հետո դուք ցույց տված, որ դուք դուրս եք կոնֆերենցիայից երևի ինտերնետից էր։ Այ քեզ բան։ Շատ լավ, որ պահին է տեղի ունեցել, կարող եք մոտորապես ասել։ Այսինքն բակետը սկսեցինք նայել, դրանից հետո է տեղի ունեցել։ Հա, հիմա երբ որ այս երկրորդ նկարը սկսեցիք նկարել, երևի հաջորդ մնաց։ Շատ լավ, ուրեմն այս հուսով եմ պատտման մակերևույթի մասը լսել եք։ Հիմա նայում ենք մասնավոր դեպք, երբ սկզբնական արագությունը ուղղահայաց է միջօրեականին, այսինքն ալֆան հավասար է π կեսի։ Երբ ալֆան հավասար է π կեսի, ստանում ենք այս հավասարումը։ Այսինքն n մենք ունենք, որ սա միշտ ճիշտ է, սա ունի անուն, սա կոչվում է Կլեղոյի հավասարություն։ Գրում ենք սրա այս հավասարությունը, այսինքն US-ը, ստեղ US-ը սինուս ալֆան միշտ պետք է հավասար լինի i-ի։ Բայց ինչ կարող ենք ասել, այս սինուս ալֆան միշտ փոքր կամ հավասար է 1-ից։ Այսինքն US-ը պետք է լինի i-ից մեծ կամ հավասար։ Այսինքն ինչ է տեղի ունենում մեր շարժման հետ։ Առաջարկում եմ ինքնուրույն համոզվել, որ տեղի ունենում հետևյալը։ Ուրեմն այս տորի նկարն է, երկրորդ նկարը, այս տորը n ինչ որ տեսնում ենք z առանցքի վրա նստած, տորին նայում ենք վերևից։ Տեղի ունենում հետևյալը, ստեղից սկսում ենք շարժվել, ուն մեծանում է, տորի վրայով գնում հասնում ենք ինչ-որ մի կետի, այսինքն մենք հասնում ենք ամենամեծ հնարավոր կետին, ու հասնում ենք տորի հակառակ կողությամբ։ Գալիս ենք ենքան, մինչև հասնենք այս նույն տեղը, այսինքն հասնում ենք այն կետին, որտեղ ուն հավասար է s-ի, ու էլի գնում ենք եզրի ուղղությամբ, գալիս հասնում ենք ստեղ ու էլի հասնում ենք տորի վերևի մասին։
Այսինքն շարժումը միշտ տեղի ունենում n տիրույթում, որտեղ US-ը գտնվում է A-ի եւ A գումարած R-ի արանքում։ Այսինքն Կլեղոյի հավասարումը ասում է, որ շարժումը միշտ տեղի կունենա AS հատվածում։ US-ը, այսինքն AS արտահայտությունը պետք է լինի A-ի եւ A գումարած R-ի արանքում։ Երկրորդ մասնավոր դեպք նայենք։ Ասենք հաջորդ օրինակին, մի քիչ շատ տևեց այս օրինակը։ Երկրորդ մասնավոր դեպքը, երբ շարժումը սկսվում է ու-ի ամենամեծ արժեքից, ուրեմն միջօրեականի պրոյեկցիան կլինի սա էլի, ու սրա հետ կասում է ինչ-որ ալֆա անկյուն, ալֆա 0 անկյուն։ Այսինքն ես նկարել եմ արագության վեկտորը, որը իրականում ուղղայաց է այս հարթությանը, եւ միջօրեականի հետ, որը նույնպես ուղղայաց է XY հարթությանը, կազմում է ալֆա 0 անկյուն։ Էլի գրենք Կլեղոյի հավասարումը, ուրեմն կստացվի ուն S կետում անգամ սինուս ալֆա, S պետք է հավասար լինի սկզբնական կետում մենք ամենամեծ հնարավոր կետում ենք գտնվում, ուրեմն կստացվի A գումարած R եւ ինչ որ ալֆա 0 անգամ սինուս ալֆա 0։ Ուրեմն ստերից հետևում է, որ եթե ես S ուղղությամբ գնացող շարժումը ինչ որ մի պահի հասել է այս ամենափոքր հնարավոր արժեքին, այդ դեպքում այդ պահին ուն հավասար է եղել A հանած R-ի։ Այսինքն ստացվում է սինուս ալֆան հավասար է A գումարած R բաժանած ավելի ճիշտ հակառակը սինուս ալֆա 0-ն եկեք գտնենք։ Սինուս ալֆա 0-ն հավասար է A հանած R բաժանած A գումարած R անգամ սինուս ալֆա։ Այսինքն, եթե S կետից սկսվող շարժումը ինչ որ մի պահի հասել է այստեղ, ապա ինչ որ մի պահի ճիշտ կլինի այս հավասարությունը։ Սինուս ալֆա 0։ Այս պայման է դնում ալֆա 0-ի վրա, ճիշտ է, քանի որ սինուս ալֆան, մենք չգիտենք այդտեղ սինուս ալֆան ինչի հավասար եղել, բայց մենք հաստատ գիտենք, որ ինքը փոքր է 1-ից, այդ նշանակում է, որ սինուս ալֆա 0-ն բացարձակ արժեքով պետք է փոքր կամ հավասար լինի A հանած R բաժանած A գումարած R-ի։ Առաջարկում ենք նույն համոզվել, որ եթե մենք ունենք խիստ անհավասարություն, այսինքն եթե սինուս ալֆա 0-ն խիստ փոքր է A հանած R A գումարած R-ից, եկեք բացարձակ արժեքի նշանը հանեմ, որովհետև այդ ընդհանրապես փոխում է այս անկյունը կամ այս կողմ է գնացել, կամ այն կողմ է գնացել, բայց մենք ընտրել ենք, որ շարժումը ժամոցի սլակին հակառակ է տեղի ունենում, այսինքն այս կողմ պետք է գնա։ Ուրեմն եթե սինուս ալֆա 0-ն փոքր է սրանից, այսինքն այս անկյունը շատ մեծ չի, ապա ուղեծիրը հասնում է մինչև A հանած R կետը։ Շատ լավ, սրա մասին այսքան է, արդյոք հարցեր ունեք։ Մի քիչ երկար տևեց, բայց չկան հարցեր սրա վերաբերյալ։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա եւս մի օրինակ նայենք։ Ուրեմն այս ամեն ինչը ճիշտ է նաև այն դեպքում, երբ մեր մակերևույթը ոչ թե ստացիոնար է, այլ փոխվում է ժամանակի ընթացքում։ Ուրեմն եկեք կոնկրետ օրինակ նայենք։ Այս մեր երկրորդ օրինակն է։
Դե համար ունենք։ Չէ, համար չունենք։ Ուրեմն երկրորդ օրինակն է, ուզում ենք նայել, թե ինչ է տեղի ունենում ուրեմն մատանու շարժումը պտտվող ուղղայաց օղակի վրա։ Այսինքն ունենք ինչ-որ մի օղակ, այս օղակի վրա անցկացնում ենք մատանի, ու օղակը պտտում ենք, թող մի առանցք լինի, այս առանցքի շուրջ հաստատում, ասենք օմեգա անկյունային արագությամբ։ Ինչ տեղի կունենա օղակի հետ։ Չափերը շատ փոքր են, չէ՞ մատանում։ Այո, չափերը մատանու փոքր են, բայց ինքը ինչ որ զանգված ունի, այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ իր վրա ազդում է ծանրության ուժը։ Շփում չկա օղակի հետ։ Ասենք ինչ է մեզ հուշում մեր փորձը։ Եթե այս օմեգա արագությունը շատ մեծ չի, ապա օղակը կգա այս ամենացածր դիրքը, որտեղից էլ սկսենք, այս օղակը գա այս ամենացածր դիրքը ու տեղ կմնա։ Բայց եթե արագությունը բավականաչափ մեծ է, եթե ինքը այս ամենացածր դիրքում չի, ինչ որ ժամանակ շարժվելուց հետո գա ինչ որ մի բարձրության վրա ու տեղել կմնա։ Օրինակ եթե արագությունը շատ մեծ լինի, կհասնի մինչև ստեղ։ Հիմա հարցը հետևյալն է, արդյոք մենք կարող ենք այս մեր հավասարումներից ելնելով տեսնել, որ շարժումը իրոք այդ ձևով է տեղի ունենում, այսինքն ինչ որ մի արագությունից սկսած օղակը արդեն չի վերադառնա այս կետը, այլ կբարձրանա ինչ որտեղ ու շարժումը տեղի կունենա տեղ։ Ուրեմն այս մեր փորձում բնականաբար կա նաև շփում։ Այդ շփումը ինչ որ բան է փոխելու, բայց եկեք տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն տարբերությունը նախորդ խնդրի հետ այն է, որ մեզ մոտ հիմա այս հոլոնոմ կապը իրականում ինքը կախված է t-ից։ Ինքը ժամանակից կախված է։ Ուրեմն եկեք սկզբից նկարագրենք այդ օղակի դիրքը։ Այսինքն, սենց անենք, ուրեմն վերցնենք այս թող լինի 0 կետը, q կոորդինատը կլինի AS վեկտորի, որը նկարագրում է օղակի դիրքը, եւ z առանցքի հետ կազմած անկյունը, այս կլինի մեր q կոորդինատը։ Մեր բազմաձևությունը արդեն կախված կլինի t-ից, ինքը կնկարագրի հետևյալ ձևով, ուրեմն x առանցքը, ուրեմն ես պետք է նկարագրեմ, թե ինչ է տեղի ունենում օղակի հետ։ Օղակի հետ տեղի ունենում հետևյալը, ենթադրենք, թե սկզբնական պահին օղակը գտնվել էր x առանցքի վրա, այդ դեպքում կոորդինատը կլինի, այսինքն օղակի հարթությունը անցնում էր x առանցքով, այդ դեպքում սրա երկարությունը նշանակենք r-ով, այդ դեպքում x կոորդինատը կլինի հենց r անգամ, ինչ պետք է անեմ, r սինուս v, չէ, եթե q-ով նշանակել եմ z-ի հետ կազմած անկյունը, r-ը կլինի r սինուս q, x կոորդինատը կլինի r սինուս q։ Հիմա եթե ինչ որ ժամանակ հետո շարժվում է, t ժամանակ հետո ինքը դառնում է օմեգա t, օղակի կազմած անկյունը x-ի առանցքի հետ, ապա ստեղ կլինի r սինուս q, ուրեմն կոսինուս օմեգա t։ Y կոորդինատը r սինուս q սինուս օմեգա t եւ վերջապես z կոորդինատն էլ կլինի r կոսինուս q։
Ուրեմն արդյոք համաձայն եք սրա հետ, որ կոորդինատները սրանք են։ Ուրեմն օրանցքը եկեք մի հատ էլ նկարենք այս նկարը, բայց արդեն շարժվող բանով։ Մեզ x, y, z։ Մեր օղակը, ասենք, ինչ որ մի t պահի գտնվում է z եւ այս մյուս հարթության մեջ, այս կետգծերով տարված հարթության մեջ, այսինքն մենք սրա վրա որսում նկարել այդ օղակը, մոտավորապես այս տեսակ մի բան է։ Հուսով եմ պարզ է, քիչ թե շատ։ Ուրեմն օղակը, ասենք, թող գտնվի այս կետում, մատանին գտնվում է այս կետում, եթե պրոյեկտում եմ, ստացվում է սա, այս անկյունը օմեգա t-ն է, այս հատվածի երկարությունը բնականաբար կլինի սրա երկարությունը r անգամ, եթե այս անկյունը q-ն էր, կլինի r անգամ սինուս q, եթե x-ի վրա եմ պրոյեկտում, կլինի անգամ կոսինուս օմեգա t, եթե y-ի վրա եմ պրոյեկտում, ստացվում է անգամ սինուս օմեգա t։ Եկես օմեգա t-ն մի քիչ ներքև գրեմ։ Սա օմեգա t անկյունն էր։ Այս էլ երկու պրոյեկցիաներն են։ Այսինքն մեր հոլոնոմ կապը օղակին պահում է այս կորի վրա, որը կախված է t-ից։ Այսինքն ցանկացած t պահին մենք ստանում ենք ինչ որ մի կոր։ Լրիվ նույն ձևով կարող ենք հաշվել Լագրանժի ֆունկցիան, այսինքն ածանցում ենք ըստ t-ի։ Լավ, մի անգամ անենք այդ բանը։ Ուրեմն L-ը հավասար է 1/2։ Ուրեմն ստեղ ով է փոխվում։ Ստեղ միայն մի կոորդինատ կա, q-ն է փոխվում, բայց ստեղ կախվածություն կա ժամանակից։ Ֆորմալ առումով մենք չենք կարող այս բանը անել, քանի որ չենք ապահովել, բայց եթե նայեք մեր այդ ապացույցը, որը ցույց է տալիս, որ եթե կա ինչ-որ պոտենցիալ ուժ, որը մեր նյութական կետին կամ կետերին պահում է ինչ-որ մակերևույթի վրա, ուղղում է այդ մակերևույթի ուղղությամբ, ապա շատ մեծ ուժի դեպքում ստանում ենք Լագրանժի հավասարումը հենց այդ մակերևույթի վրա։ Հիմա այդ նույն բանն է, բայց մակերևույթը կախված է t-ից։ Եթե այդ հաշվարկները կրկնեք, կստանաք նույն բանը, այսինքն առանց անելու մենք ֆորմալ առումով գրելու ենք Լագրանժի հավասարումները։ Դրա համար հաշվում ենք կինետիկ էներգիան, Լագրանժի ֆունկցիան, Լագրանժի ֆունկցիան այս դեպքում հավասար է կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների տարբերությանը։ Ուրեմն գրենք ինչի հավասար, ստացվում է 1/2 m x կետով քառակուսի գումարած y կետով քառակուսի գումարած z կետով քառակուսի, ես գրեցի կինետիկ էներգիան, հանած պոտենցիալ էներգիան mg եւ երրորդ կոորդինատը mgz։ Հիմա այս x, y, z-ի փոխարեն պետք է տեղադրեմ այս ամեն ինչը ու հաշվեմ, տեսնեմ ինչ է ստացվում։ Եկեք ես միանգամից պատասխանը գրեմ, ընդհանրապես դժվար չի հաշվելը։ Ստացվում է 1/2 m, ուրեմն երբ ածանցում ենք q-ն ըստ t-ի, սրանց քառակուսիների գումարը տալիս է 1։ Նույնն էլ ստացվում է այս սինուսի եւ կոսինուսի համար, սինուսի եւ կոսինուսի համար, այստեղ, սինուս եւ կոսինուս, արդյունքում ստացվում է ուրեմն m, r-ը միշտ նույնն է, կարող ենք դուրս անել, r քառակուսի, ստեղ լինում է q կետով քառակուսի եւ գումարած օմեգա քառակուսի սինուս քառակուսի q։ Այս կինետիկ էներգիան էր եւ անում ենք պոտենցիալ էներգիան, պարզապես z-ի փոխարեն պետք է դնենք r կոսինուս q, ստացվում է mg r կոսինուս q։ Լագրանժի ֆունկցիան ունի այս տեսքը,
Հիմա ունենք միայն մի փոփոխական, ուրեմն չնայած մեր բազմաձևությունը m-ն, որը միջապանի էր, շարժում է տարածության մեջ, Լագրաժի ֆունկցիան նենց ստացվեց, որ կախված չի դեից։ Գրում ենք Լագրաժի հավասարումը, ուրեմն d dt dl dq կետով եւ հանած dl dq հավասար է 0-ի։ Ուրեմն dl dq կետովը սա է, որ ածանցում ենք, ինչ է ստացվում, 2-ը 1/2-ի հետ կրճատվում է, ստացվում է m անգամ r քառակուսի q2 կետով, վերջանում է, հանած, l-ը ածանցում ենք ըստ q-ի, ստացվում է, ուրեմն որտեղ կա q, q կա ստեղ և ստեղ, ուրեմն առաջինից ստանում ենք m r քառակուսի օմեգա քառակուսի, սինուս q և անգամ կոսինուս q, որը մինուս նշանով ճիշտ է ստեղ, ուրեմն երկրորդը, որ ածանցում ենք, մինուս կոսինուսը, կոսինուսի ածանցալ դառնում է սինուս, այսինքն եվս մի անգամ ստացվում է մինուս, m gr սինուս q, ու այս ամեն ինչը հավասար է 0-ի։ Պարզապես գրեցի Լագրաժի հավասարումը։ Սա ածանցեցի ես q կետովի, ածանցեցի ես սինուսի և ըստ q-ի և գրեցի ես հավասարությունը։ Հիմա եթե ստեղ ներմուծենք, ուրեմն միանգամից տեսնում եք, որ ինչ է ստացվում է q-ի երկրորդ ածանցալը հավասար է ինչ-որ մի ֆունկցիա q-ից, այսինքն l-ի ստանում ենք ազատության 1 աստիճանով պահպանողական համակարգ։ Հիմա եթե ներմուծենք ինչ-որ պարամետրեր, ստացվում է m-ը հավասար է m r, կարող ենք կրճատել, բայց դրա կարիք առանձնապես չկա, m-ը հավասար է r քառակուսու, եկեք լավ սկզբից գրեմ, թե ինչ է, սկզբից փորձենք գրել, թե ինչ է ստացվում հետո, այս թող գնա ներքև, ուրեմն այս m-ը հենց կլինի սա, ստացվում է m q 2 կետով, հավասար է, գրելու եմ որպես պահպանողական համակարգ, ուրեմն մինուս նշան պետք է դնեմ, ածանցյալ ըստ q-ի, ստեղ կստացվի ինչ-որ մի a գործակից բազմապատկած կոսինուս q-ով, այո, կոսինուս q, որովհետև ստեղ սինուս էր, բայց ինքը պետք է լինի ածանցյալ, այսինքն կոսինուս q, գումարած, ուրեմն s պետք է լինի ինչ-որ մեկի ածանցյալ, բայց հեշտ է հասկանալ, որ սա սինուս քառակուսու ածանցյալն է, այսինքն գումարած ինչ-որ մի b անգամ սինուս քառակուսի q, հիմա պետք է հասկանանք, թե ովքեր են an և b-ն, ուրեմն an այս սրա դիմացի գործակիցն է, հետևաբար an կլինի m gr, մնաց նշանը հասկանանք, քանի որ ես նախորդ հաշվել եմ, ստացվել է mgr պլյուս նշանով, այսինքն նշանները ընտրված են հենց, որպեսզի գործակիցները լինեն դրական։ B-ն սրա դիմացի գործակիցն է, բայց ստեղ սինուս քառակուսի է եղել, այսինքն մի հատ երկուս է առաջանալու, դրա համար B-ն դառնում է 1/2-ով, այդ նույն գործակիցը 1/2-ով, B հավասար է 1/2 m r քառակուսի օմեգա քառակուսի։ Կամ եթե այս մեծ m-ը օգտագործենք, կստացվի 1/2 m օմեգա քառակուսի։ Ուրեմն q-ի համար ես ստացել եմ այս համակարգը, որը ազատության 1 աստիճանով պահպանողական համակարգ է, ընդ որում պոտենցիալ էներգիան այդ n-ը ինչ որ գրված է աջ մասում, փակագծերի մեջ, եկեք մի հատ էլ գրենք, ուրեմն VQ-ն հավասար է a կոսինուս q գումարած b անգամ սինուս քառակուսի q։ Ուրեմն ոնց ենք մենք
հետագծերը գծու պահպանողական համակարգի, պետք է գտնեինք, պետք է նկարեինք V-ի գրաֆիկը ու կախված դրանից նկարում էինք համապատասխան հետագծերը։ Ուրեմն փորձենք հասկանալ ինչ է տեղ, գտնենք V-ի կրիտիկական կետերը, այսինքն երբ է V-ն դառնում 0, ընդ որում ամեն ինչ 2 պի պարբերությամբ ենք հաշվում, քանի որ Q-ն անկյունն է, այսինքն բավական է նկարագրել, թե ինչ է տեղի ունենում մինուս պի հատվածում։ Ուրեմն V'-Q-ն հավասար է մինուս A կոսինուս Q գումարած 2B սինուս Q կոսինուս Q։ Հիմա հաշվենք, երբ է V-ի հատվածը դառնում 0։ V'-Q-ն հավասար է 0-ի, ինչ է նշանակում, ստացվում է կոսինուս Q-ն կարող ենք անել ընդհանուր։ Այդ նշանները մի վայրկյան ստեղ պաստորեն ես նկատեցի, որ տարբեր է իմ գրածից, արդյոք ինչ-որ միտեղ սխալվել ենք։ Եթե սա տարել եմ աճ մաս, ինքը դարձել է պլյուս, ես հիմա պետք է գրեմ մինուս արձանցալ, պաստորեն ստեղ պետք է լինի մինուս։ Որովհետև մինուսը, որ արձանցում եմ, ստեղ մինուսը դառնես է պլյուս, ստեղ էլ սինուս Q կոսինուս Q, այսինքն ստեղ էլ պետք է լինի մինուս։ Դեպաբար ստեղ էլ է դառնում մինուս։ Ու ինչ է ստացվում, ուրեմն կոսինուս Q-ն հանում եմ ընդհանուր, մինուս կոսինուս Q, ստեղ ստացվում է A գումարած 2B, սինուս Q։ Սա պետք է հավասար լինի 0-ի։ Ուրեմն ստեղից նկատում ենք, որ երկու դեպք պետք է նայել։ Երբ A-ն մեծ է 2B-ից, ուրեմն առաջին դեպք, ենթադրում ենք, որ A-ն մեծ է 2B-ից։ Այդ դեպքում փաղձերի մեջ արտահայտությունը 0 չի դառնում, պետք է կոսինուսը լինի 0։ Բայց ես մեն չեմ հասկանում, ստեղ չի է կոսինուս, երբ կոսինուսը արձանցում ենք, Սինուս պետք է լինի վեշտրիխի մեջ։ այո, սինուս պետք է լինի վեշտրիխի մեջ։ Սինուս լինի, այդ դեպքում ստեղ սինուս է դառնում, ստեղ կոսինուս, այդ դեպքում սինուսը պետք է դառնա 0, այսինքն սինուս Q-ն հավասար է 0-ի, հետևաբար Q-ն հավասար է պի անգամ կա, որտեղ կան ամբողջ թիվ է։ Հաշվենք նաև երկրորդ արձանցալը, տեսնենք ինչ է նշանը, V2 շտրիխը հավասար է, ուրեմն ինչ կլինի, ստացվում է մինուս A կոսինուս Q, ստեղ սինուս Q կոսինուս Q ես կարող եմ գրել սինուս 2Q, որ արձանցում ենք, ստացվի մինուս 2B կոսինուս 2Q։ Լավ, ուրեմն սենց մնա, V2 շտրիխի հիմա տեսնենք ինչ է ստացվում պիկա կետերում, V2 շտրիխը պիկայում հավասար է մինուս A, կոսինուս պիկան, ուրեմն եթե կան զույգ է ստացվում է 1, կան կենտ է ստացվում է մինուս 1, ստացվում է մինուս 1-ի K աստիճան, և կոսինուս 2Q-ն, 2 պիկան միշտ 1 է, ստացվում է մինուս 2B։
Այսինքն հնարավոր է երկու դեպք։ Երբ ես վերցնում եմ զույգ V2 շտրիխը, եթե հաշվեմ երկու պիկակետում, ստացվում է մինուս A մինուս 2B ինքը փոքր է 0-ից, բայց երբ հաշվում եմ երկու շտրիխը 2K գումարած 1 անգամ պիկետում, ստացվում է A հանած 2B, ու այս ստացվում է 0-ից մեծ։ Այսինքն զրոները ստեղ են, մինուս պին է, սա պին է, զրոներում պիկակետերում սա 0 է, այսինքն մեկ ստացվում է A, 1 մինուս A, գրաֆիկը մոտորապես հետևյալն է, որովհետև զույգ կետերում մաքսիմում է, հացանցալը բացասական է, կենտ կետերում մինիմում է, հացանցալը դրական է։ Ուրեմն ստեղից միանգամից կարող ենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում մատանու հետ։ Կա երկու հավասարակշռության դիրք, մեկը 0-ն է, մյուսը պին է։ Այսինքն երբ անկյունը 0 է, մի քիչ երկար նկարեմ։ Երբ անկյունը 0 է, հավասարակշռության դիրքը անկայուն է, որտեղ մաքսիմումի կետ էր, երբ անկյունը π է, այսինքն մատանին գտնվում է ներքևի կետում, հավասարակշռության դիրքը կայուն է։ Այս պին է։ Անկյունը վերևից ենք, չէ՞ հաշվում։ Q-ն վերևից ենք հաշվում, հա։ Այսա Q-ն հաշվում ենք վերևից։ Այսինքն երբ 0 է, իրոք անկայուն է, երբ π է, պետք է լինի կայուն։ Այսինքն այս π-ի շուրջ կախված սկզբնական էներգիայից կամ ինքը մնում է այս կետում, կամ տեղի են ունենում տատանումներ այս կետի շուրջ։ Ընդ որում, ասենք այս Q-ն է, Q կետովն է, այսինքն ստեղ լինում է այս ուղղությամբ, որտեղ Q-ն պետք է մեծանա, Q-ի հացանցալն է դրական, այս ստեղ լինում է հակառակ ուղղությամբ։ Այս անկայուն կետն էր, այսինքն այս անկայուն կետ գալու համար պետք է դուրս գալ 2π-ից, ինչ լավ չնկարեցի, անկյունը բնականաբար ուղղայած չի ստեղ։ Ուրեմն ստեղ այս ուղղությամբ է, այսինքն ստեղ գալիս է 0 կետը, ստեղ դուրս է գալիս 0 կետից։ Այսինքն որն է եզրակացությունը։ Եթե մենք սկսում ենք շարժել, եթե մեր մատանին սկզբնական պահին գտնվել է ամենաներքևի Եթե մատանին սկզբնական պահին գտնվել է ամենաներքևի կամ ամենավերևի կետում, հավասարակշռության կետերը ոչ մի բան տեղի չի ունենում։ Եթե մի քիչ շեղված է եղել վերևի կետից, այսինքն ստեղից դուրս եկանք, մի փոքր մի հատ գրենք, թե ինչ է նշանակում ան մեծ է 2b-ից։ Հետո կվերադառնանք այս նկարին։ Ան մեծ է 2b-ից նշանակում է հետևյալը։ Ուրեմն ան MGR-ներ, ինքը պետք է մեծ լինի 2 անգամ B-ն, այդ MR քառակուսի օմեգա քառակուսին է։ MR քառակուսի օմեգա քառակուսի, այս նույն բանն է, որ գրենք օմեգա քառակուսին փոքր է M-երը կրճատվում են J բաժանած R-ից։ Այսինքն օմեգայի բացարձակ արժեքը փոքր է քառակուսի արմատ J բաժանած R-ից, այսինքն օմեգան շատ մեծ չի, անկյունային արագությունը շատ մեծ չի։
Նշանակում է, եթե դուրս են գալիս այս վերևի կետից, այսինքն մի փոքր ստեղից շեղվեցինք, այս սա է, ստեղից գալիս ենք շատ երկար գնում ենք ստեղ։ Ցանկացած ուրիշ կետից եթե դուրս են գալիս, ապա ինչ է տեղի ունենում, տեղի ունենում այս ներքևի հավասարակշռության շուրջ տատանումներ, այսինքն գնում է գալիս է։ Այդ սրանք են։ Մասնավորապես տեղից եթե մի քիչ այս կողմից դուրս եկանք, եթե արագությունը շատ մեծ չի, այսինքն ստեղ բնականաբար կան նաև այս հետագծերը։ Սրանք կան, որ եթե մեծ արագությամբ գնացինք, անընդհատ պտտվելու է։ Եթե սկզբնական արագությունը մեծ էր, ինքը անընդհատ պտտվելու է։ Բայց եթե S գոտում ենք, այսինքն արագությունը շատ մեծ չի, ապա տեղի ունենում է ներքևի հավասարակշռության կետի շուրջ տատանումներ։ Չի կայունանում, որովհետև շփում չկա։ Այսինքն իրականում ինքը կանոն շփման շնորհիվ ինքը վերջ-վերջով գալու է ստեղ կայունանալու։ Եկեք նայենք երկրորդ դեպքը։ Ուրեմն երկրորդ դեպքում ես ուզում եմ վերցնել ան խիստ փոքր 2b-ից, որտեղ երբ ան հավասար է 2b-ի, այդ հավասարակշռության կետը վերասերվում է, երկրորդ տածանցալը 0 է։ Եկեք նայենք այն դեպքը, երբ ան խիստ փոքր է 2b-ից։ Երբ ան խիստ փոքր է 2b-ից, ուրեմն նախորդ հաշվարկի համաձայն այս նշանակում է, որ անկյունային արագությունը ավելի մեծ է, քան այստեղ փոքր է ժ բաժանաձեռից, ավելի մեծ է, քան ժ բաժանաձեռը։ Ու կան լրացուցիչ կրիտիկական կետեր, ուրեմն v'-q-ն մենք մի անգամ հաշվել էինք, ինչ էր, v'-q-ն սա էր, ուրեմն ստացվում է սինուս q մինուս նշանով a գումարած 2b կոսինուս q, ուրեմն եթե ուզում ենք հաշվել կրիտիկական կետերը, էլի սինուսները 0-ն ստացվում է ուրեմն սինուս q-ն հավասար է 0-ի, q-ն հավասար է π-կա, բայց այս անգամ երկրորդն էլ կարող է հավասար լինել 0-ի, այսինքն a գումարած 2b կոսինուս q-ն հավասար է 0-ի, այս նույնն է, որ կոսինուս q-ն հավասար է մինուս a-ն բաժանած 2b-ի, այս սրա համար կարող են գրել լուծումներ, ինչ որ մի q0 ենք ընտրում, որի կոսինուսը հավասար է մինուս a-ն բաժանած 2b-ի, այդ դեպքում q-ն կարող են ներկայացնել հետևյալ տեսքով. Պլյուս կամ մինուս այդ q0 արժեքը, որի կոսինուսը հավասար է a բաժանած 2b-ի, ընդ որում սրա շնորհիվ այդ արժեքը խիստ փոքր է 1-ից, եւ գումարած 2 կա։ Այսինքն ինչ տեսք ունի v-ի գրաֆիկը, զրոները, պիկա զրոները միշտ կան, ընդ որում այդ կետում v-ն էլի ընդունում է a եւ մինուս a արժեքները, այսինքն սա է եւ սա է, սա էլ մինուս a-ն է, եկեք երկրորդ տածանցալը հաշվենք, ուրեմն երկրորդ տածանցալը մի անգամ հաշվել էինք, մինուս a կոսինուս q մինուս 2b կոսինուս 2q, ուրեմն v2 շտրիխը հավասար է մինուս a կոսինուս q մինուս 2b կոսինուս 2q, եկեք կոսինուս 2q-ն գրեմ պետք է արդյոք գրել, լավ, մի րոպե, ուրեմն մինուս a կոսինուս q մինուս 2b կոսինուս 2q-ն գրենք 2 կոսինուս քառակուսի q հանած 1։ Հիմա, ուրեմն, եթե ես վերցնում եմ երկրորդ տածանցալը պիկա կետում,
Ապերի նույն բանն է ստացվում, քանի որ կոսինուս 2q-ն արժեքը չի փոխվել, ոնց որ կար, պես էլ մնացել է, ինչ էինք ստացել, մինուս a մինուս 1-ի կայացչան մինուս 2b, մինուս a անգամ մինուս 1-ի կայացչան մինուս 2b, բայց տարբերությունն այն է, որ սա միշտ լինում է բացասական, ուրեմն v2 շտրիխը 2 պիկակետում ինքը ստացվում է մինուս a մինուս 2b, այսինքն այս ոնց որ կար, պես էլ մնացել է, բայց v2 շտրիխը 2k գումարած 1 անգամ պիկետում, այդ ստացվել է 2b հանածա, որը այս դեպքում արդեն դրական է, քանի 2b-ն ավելի մեծ էր a-ից, այսինքն այս դրական է։ Չէ, այս պետք է բացական լիներ, բայց ստացվեց դրական։ Ստացվեց դրական, որտեղ ստեղ սխալ եմ, ստեղ մինուս 2b չի, կոսինուսը որ ածան, ինչ որ միտեղ նշանի սխալ եմ արել, եկեք լավ չպնտրեմ արդեն շատ երկար տևեց այս դասախոսությունը, ստեղ այս պետք է լինի նույնպես բացասական, ինչ որ միտեղ նշանի սխալ կա, ինչ որ միտեղ, լավ եկեք չպնտրեմ, հայ սխալ է, որովհետև իմաստն է, որ երկու դեպքում էլ լինում է դրական, բացասական ածանցալը, այսինքն երկու դեպքում էլ լինելու է մաքսիմում։ Միրով է, բայց ինչի գրեցի ստեղ 2b, 2b-ն, մինուս 2b, գումարած a, ստեղ տեղադրել եմ, ստեղ պետք է գրեմ մինուս 1, այսինքն ստացվում է գումարած a, մինուս 2b գումարած a, 2b-ն էլ մեծ է a-ից, մինուս 2b գումարած a-ն կլինի բացասական, չէ, ամեն ճիշտ էր, մինուս 2b գումարած a-ն լինում է բացասական, քանի որ 2b-ն մեծ է a-ից, այսինքն այս երկու տեղն էլ ինքը մաքսիմում ունի, գրաֆիկը մոտարապես հետևյալ տեսքը ունի, ստեղ բացասական է, դրական և այլն։ Նույն էլ ստեղ իջնում է, բարձրանում է, սենց, ուրեմն S հենց Q0-ի հետ կապված կետերն են, այսինքն եթե ունեք սրան դնենք Q0, սա կլինի մինուս Q0 և այլն, մյուսն էլ 2 պիով է տարբերվում սրանցից։ Այսինքն որն է եզրակացությունը, եզրակացությունը հետևյալն է, որ այս մեր օղակն էր, եթե մենք սկսում ենք հավասարակշռության դիրքերից այս վերևից կամ ներքևից, ապա ոնց որ կարճ պես էլ մնում է, բայց հիմա ինչ-որ մի կետ է առաջացել, ինչ-որ մի անկյուն է առաջացել, Q0 և մինուս Q0, որոնք արդեն կայուն հավասարակշռության կետեր են, սրանք մինիմումներ են, հետևաբար սրանց շուրջ տեղի ունենում տատանումներ, այսինքն, լավ առաջարկում ինքնուրույն նկարեք ես բանը, գրաֆիկը, դժվար չի, որակապես տեղի ունենում հետևյալը, եթե մենք սրանց մոտից ենք դուրս գալիս ոչ շատ մեծ արագությամբ, ապա ինքը տատանվում է Q0-ի մոտ, եթե ստեղից դուրս եկանք ոչ մեծ արագությամբ, ապա մոտենում է սրան ու շարունակում է տատանվել Q0-ի մոտ, այսինքն ի տարբերություն այն մյուս դեպքի, առաջացել են նոր կայուն հավասարակշռության կետեր, ու եթե արագությունները շատ մեծ չեն, ապա շարժում տեղի ունենում սրանց շուրջ։ Բնականաբար, եթե լիներ շփում, ոնց որ մենք պատկերացնում ենք օղակապը դիտելուց ինչ տեղի կունենա մատանու հետ, ինքը գար ու ինչ-որ մի կետի վրա կանգներ ու շարունակեր դրա վրա մնալ։ Շատ լավ, ինձ թվում է այսօր մենք սրանով վերջացնենք, շատ երկար տևեց, արդյոք ունենք հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ստեսություն բոլորին։